Սիրելիներ, մենք սկսում ենք Սուրբ Ծննդյան նախապատրաստության այս շրջանը։ Եվ այս ժամանակը մեզ հիշեցնում է, որ ինչպես Աստված մարդանալով ծնվեց այս աշխարհում, եկավ, որպեսզի կարողանա ամեն մեկից փրկություն տալ, փրկությունը ապահովել մեր։ Եվ երբեմն մեզ թվում է, որ գիտեք, Աստված ուշանում է, բայց վստահ եղեք, որ Աստված չի ուշանում, ոչ էլ Աստված շտապում է։ Նա գործում է ճիշտ ժամանակին, սակայն երբեմն մեզ մոտ հարցեր են առաջանում, որպես մարդ մենք քննում ենք, մենք փորձում ենք հասկանալ ինչու այս բանը, այսինչ բանը այս ժամանակին տեղի ունեցավ։ Արդյոք հիմա էր հարմար ժամանակը։ Ինչու մեր կյանքի այս ժամանակահատվածում այս խնդիրները եղան, այս դժվարությունները եղան։ Արդյոք հետո հետագայում ինչ ժամանակներ պիտի գան։ Մտածում ենք երբեմն երբ է վերադառնալու Քրիստոսը։ Կարող ենք ժամանակը իմանալ, թե չէ։ Եվ նմանատիպ հարցեր ոչ միայն մենք ենք տալիս, այլ պատմության մեջ ժամանակի ընթացքում այդ հարցերը միշտ մարդիկ բարձրացնում էին։ Բայց Աստված եւս մեկ անգամ կրկնում ենք, որ Աստված չի շտապում եւ ոչ էլ ուշանում է։ Աստված գործում է ճիշտ ժամանակին։ Քրիստոսի ապրած ժամանակաշրջանում մարդիկ էին հարց տալիս եւ Քրիստոսը Մատթեոս ավետարան 16-րդ գլխում իրենց հանդիմանում է ասելով. դուք նայում եք երկնքին, փորձում եք իմանալ ինչ որ պիտի լինի։ Երկնքի նշանները քննելը գիտեք, ասում է Աստծո խոսքը, բայց ճիշտ ժամանակները չեք կարողանում հասկանալ։ Եվ քննում եք երկնքի նշանները, փորձում եք հասկանալ, բայց փրկության ժամանակը չիմացաք եւ եկավ, եւ դուք չնկատեցիք այդ ժամանակը։ Մխիթար Գողջը հետաքրքիր առակ ունի ժամանակի մասին։ Երևի ձեզանից ոմանք գիտեն։ Ասվում է, որ մի չքավոր մարդ ձմռանը գնում է այգի պտուղ քաղելու։ Եվ որ ծառերին է մոտենում, տեսնում է պտուղ չկա։ Զայրանում է եւ սկսում է ծառերին հարվածել, ասելով, որ ինչու պտուղ չունեք։ Ես սոված եմ, եկել եմ, որպեսզի կշտանամ։ Եվ սկսում է ծառերին հայհոյել եւ ծառերին հարվածել։ Եվ ծառերից մեկը պատասխանում է ասելով. մի տրտնջալով մարդ, որովհետեւ հիմա հանգստի ժամանակն է։ Հիմա հանգստի ժամանակն է, որպեսզի մեր արմատները խորանան, գարնանը մենք կծաղկենք, ամռանը պտուղ կլինի, իսկ աշունը կհասունանա, այդ պտուղը դու կարող ես գալ եւ օգտվել։ Սիրելիներ, ժամանակը, ճիշտ ժամանակը չափազանց կարևոր է։ Եվ այս տարվա մեր Քրիստոսի այս ծննդյան քարոզաշարքի խորագիրը հենց դրա մասին է։ Երբ ժամանակի լրումը հասավ, Աստված ուղարկեց իր որդուն։ Երբ ժամանակի լրումը հասավ, Աստված իր որդին ուղարկեց։ Պիտի ընթերցենք այսօր Աստծո խոսքը, որ մեզ է գալիս Գաղատացիների թղթից, Գաղատացիս 4-րդ գլուխ 1-ից 5 համարները։ Եկեք լսենք Աստծո խոսքը։ Այս եմ ասում, քանի դեռ ժառանգը երեխա է, ծառայից ոչնչով չի տարբերվում, թեև ամեն բանի տեր է, բայց վերակացուների եւ տնտեսների ձեռքի տակ է մինչեւ հոր սահմանած ժամանակը։ Այդպես էլ մենք, քանի դեռ երեխա ենք, բնության տարերային ուժերի ծառայության տակ էինք։ Բայց երբ ժամանակի լրումը հասավ, Աստված իր որդուն ուղարկեց, որ կնոջից ծնվեց ու օրենքի ներքո եղավ, որպեսզի օրենքի տակ եղողներին փրկագնի, որպեսզի որդեգրությունը ընդունեք։ Եկեք աղոթենք։ Սիրելի Հայր, խոնարհվում ենք քո առջևը, Տեր, եւ խնդրում ենք, Տեր, որ բացես մեր միտքը հասկանալու քո խոսքի խորությունը եւ մեզ ուժ տաս մեր կյանքերում, որպեսզի կարողանանք ապրել քո խոսքի համաձայն Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ 400 տարի լռություն էր տիրում։ 400 տարի, մի պահ պատկերացրեք։ Եվ այս տարիները այնքան տարիներ էին, որ
Մաղաքիա մարգարեից սկսած, եւ որ Մաղաքիա մարգարեն մարգարեացավ, կարծես լռության շրջաներ, մինչև այն պահը, երբ հրեշտակը հայտնվեց Մայրամին եւ հրաշալի լուրը տվեց, ասելով, որ փրկիչը պիտի ծնվի։ Եվ 400 տարվա ընթացքում թվում էր, թե Աստված լուռ է, Աստված չի խոսում։ 400 տարվա ընթացքի մեջ մարդիկ տարբեր հարցեր էին բարձրացնում եւ ժողովուրդը անընդհատ քաղաքական ցնցումների մեջ էր, օտարերկրյա պետությունների ճնշումների տակ էր եւ կյանքը կարծես դժվարանում էր եւ մարդիկ սպասում էին, որ Աստված պիտի միջամտի։ Եվ 400 տարի սպասում, 400 տարի մտածումներ, միգուցե արդեն կասկածներ, արդյոք մարգարեությունների խոսքերը ճշմարիտ են, արդյոք պիտի գա Մեսիան, ով պիտի փրկի մեզ այս բռնապետներից, այս դժվարություններից։ Ոմանց համար այդ սպասումը շատ ծանր էր եւ ժամանակի ընթացքում ոմանց մոտ այդ հույսը մարում էր, այդ հույսը կորչում էր։ Եկեք մեր օրերին նայենք, միայն այն օրերին չէ, երբեմն մենք էլ մեր մտածումների մեջ գալիս են կասկածներ, ասում ենք, ուր է, որտեղ է Աստված, որտեղ է Աստծո խոստումը, երբ պիտի ինքը վերադառնա, երբ պիտի ինքը գա եւ միջամտի փրկի մեզ։ Կարծես ոմանց մոտ այդ հույսը նորից կորչում է, մարում է եւ գնում է։ Սակայն ինչպես այն ժամանակ ոչ բոլորի մոտ էր այդ հույսը մարում եւ մարդիկ կարոտով սպասում էին Մեսիայի գալստին, այսօր էլ մենք որպես եկեղեցի կարոտով սպասման մեջ ենք եւ գիտենք, որ Աստված խոստացել է եւ իր խոստումը անպայման պիտի կատարի եւ խնդրում ենք, որ Աստված մեզ ուժ տա այս սպասման մեջ, որպեսզի մեր հույսը չկորցնենք, որովհետեւ բազմիցս Աստծո խոսքը մեզ հորդորել է եւ խոստացել է, որ մեսիական թագավորը պիտի գա եւ փրկի, ինչպես 5 տականում էր խոստացել եւ գիտենք Քրիստոսի ծննդով այդ մեսիական թագավորը եկավ եւ մենք խոստում ունենք, որ Աստված երկրորդ անգամ պիտի վերադառնա եւ մենք էլ որպես եկեղեցի այդ սպասման մեջ ենք։ Եթե գնանք 5 տակարան, գիտենք, որ մարգարեները անընդհատ խոսում էին այդ մեսիական թագավորի մասին եւ Եսայի 49-րդ գլուխ 8-րդ համարն ասում է. ընդունելի ժամանակին քեզ պատասխանեցի, փրկության օրը քեզ օգնեցի։ Ընդունելի ժամանակին, ժամանակ է պետք եւ Աստված գիտի ճշմարիտ ժամանակը։ Այդ 400 տարի Աստված այո լուռ էր, բայց չի նշանակում, որ Աստված լուռ է, ուրեմն ինքը բացակա է։ Աստծո լռությունը նրա բացակայությունը չէ։ Աստված գործում է եւ Աստված սպասում էր ճիշտ պահին։ Նա պահում է իր խոստումը եւ Աստծո խոստն ասում է, երբ ժամանակի լռումը հասավ, նա իր որդին ուղարկեց։ Երբ ճիշտ ժամանակը եկավ, Աստված միջամտեց եւ իր որդին ուղարկեց։ Ինչու համար։ Նայեք, ասում է, երբ որ ժամանակը ամբողջացավ, Աստված իր որդին ուղարկեց, բայց մինչև այդ երրորդ համարը կուզեմ մեկ անգամ եւս հիշեցնենք, որովհետեւ ասում է բնության տարերային եւ ուժերի ծառայության տակ էինք։ Մարդիկ ծառայության լծի տակ էին եւ մարդիկ օրենքի լծի տակ էին։ Ոչ միայն օտարերկրյա իշխանությունների լծի տակ էին, այլ նաեւ օրենքի լծի տակ էին։ Եվ հրեայի համար ծառայությունը հասկանալի էր։ Ծառայության լծի տակ լինելը հասկանալի էր, որովհետև այդ ժամանակ նաև գտնվում էին հռոմեացիների լծի տակ։ Եվ կարծես այն զոհաբերությունները, որ կատարվում էր, ոչ մի անգամ Աստծուն չէին մոտեցնում։ Անընդհատ այդ զոհաբերությունները, որ կրկնվում էին, մարդուն ոչ թե մոտեցնում էին Աստծուն, կարծես սովորական մի բան էր դարել։ Եվ մարգարեները շատ ժամանակ ասում էին, մարգարեներն ասում էին, որ Աստված մեր միջոցով ձեզ կոչ է անում, որ ես զզվում եմ ձեր զոհաբերություններից, որովհետև դարձրել եք ամանորյա սովորական բան։ Ամեն օր դուք զոհաբերություն եք կատարում եւ նույն ժամանակ ձեր սրտի ցանկությունն եք կատարում։
Եվ ամբողջ մարդկային պատմության մեջ մենք տեսնում ենք, որ մարդ Արարածը չէր կարող ինքը իրեն փրկեր, լինի դա Մովսեսական օրենքի միջոցով, լիներ դա իրենց խղճի միջոցով, չէին կարողանում իրենց փրկությունը ապահովել։ Դրա համար պետք էր, որ Աստված իր միջամտությունը աներ։ Եվ Աստծո խոսքն ասում է, երբ որ ժամանակի լրումը հասավ, երբ որ ժամանակը եկավ, Աստված իր որդին ուղարկեց։ Չկար, սիրելիներ, մարդու միջոցով չկար այդ փրկությունը։ Մարդը քանի գնում էր, այնքան խրվում էր, այնքան իր կապանքների մեջ, այդ մեղքի կապանքների մեջ խրվում էր եւ չէր կարողանում իր ուժերով այդ մեղքի կապանքներից դուրս գալ։ Մարդկային ուժերը անընդհատ ձախողման էին տանում, սկսած ծննդոց գրքից մինչև Քրիստոսի ծնունդը։ Մարդը անընդհատ ձախողվում էր։ Եվ որ Աստծո խոսքն ասում է, երբ ժամանակի լրումը հասավ, Աստված իր որդին ուղարկեց, ցույց է տալիս, որ մարդկային ամբողջ իրենց ճիքերը, իրենց ուժերը արդեն իսկ ձախողվել էին։ Եվ Աստված հարմար ժամանակին իր որդին ուղարկեց։ Շատ աստվածաբաններ այս ժամանակը ինչու են ասում հարմար էր, որովհետև նշում են, որ հոգևոր միջավայրը շատ կարևոր էր։ Եվ ասում են, որ հրեաները այո իրապես երկար տարիները սպասել էին մեսիական թագավորին եւ նրանք հոգնել էին այդ օրենքի ծանրությունից, զոհաբերության կրկնությունից եւ իրենց սրտերում այդ փրկության կարոտը կար։ Եվ մարգարեների խոսքերը հնչում էին իրենց ականջների մեջ։ Գիտեք, ռաբիներից մեկի գրվածքներում գրված է, որ առաջին դարում կանայք ավելի շատ սպասում էին այդ մեսիական խոստմանը եւ յուրաքանչյուր աղջիկ սպասում էր, որ մեսիական թագավորը իրենից պիտի ծնվի։ Այդ մեծ սպասումը կար առաջին դարում եւ այսինքն ժողովուրդը, աշխարհը, հրեաները կարծես պատրաստ էին այդ թագավորի գալուն։ Բացի այդ, քաղաքական միջավայրը շատ կարևոր էր։ Այն ժամանակ հռոմեական կայսրությունը հաստատել էր Pax Romano, այսպես ասած, համեմատական խաղաղություն էր տիրում աշխարհում։ Կային քաղաքական ճնշումներ, այո, բայց համեմատած մեծ պատերազմներ չկային, եւ դա շատ լավ ժամանակ էր։ Առևտրի ճանապարհները բաց էին, քաղաքները բաց էին, մարդիկ ազատ կարող էին ճանապարհորդել, եւ դա շատ լավ առիթ էր Աստծո խոսքի տարածման համար, որ բարի լուրը, Քրիստոսի ծննդի լուրը տարածվի ամբողջ աշխարհում։ Բացի այդ մշակույթն էլ շատ կարևոր էր, որովհետև հունական մշակույթը արդեն տարածվել էր, կարծես այդ տարածաշրջանում բոլորը խոսում էին մեկ լեզվով։ Եվ շատերը նշում են, որ սա նաև շատ հարմար առիթ էր Աստծո այդ բարի լուրը տարածելու համար։ Եվ Աստծո խոսքն ասում է, եւ որ ժամանակի լրումը հասավ, Աստված իր որդին ուղարկեց։ Եվ ուղարկելը այստեղ ցույց է տալիս, որ Քրիստոսը գոյություն ուներ մինչև իր երկրային ծնունդը։ Հիսուսի ծնունդը նրա սկիզբը չէր, այլ նրա մարմնավորման պահն էր։ Հիսուսը հավիտենական Աստված է։ Աստծո խոսքն ասում է, սկզբից էր բանը Աստծո մոտ էր եւ բանը Աստված էր։ Հովհաննես 1:1։ Բացի այդ, եւ որ Հիսուսը վեճ է ունենում փարիսեցիների հետ, եւ որ Աբրահամի մասին են խոսում, Հիսուսն ասում է Աբրահամից առաջ ես կայի։ Այսինքն Քրիստոսի ծնունդը չի նշանակում իր սկիզբը, Քրիստոսը գոյություն է ունեցել, նա հավիտենական Աստված է։ Ուղղակի ինքը եկավ մարդացավ, որպեսզի բերի այդ փրկությունը, որովհետև մարդով փրկությունը անհնար էր։ Եվ մենք պատմության մեջ եւս մեկ անգամ կրկնում ենք, որ տեսնում ենք անընդհատ այս մարդկային ձախողումը։ Կարծես փրկություն պիտի լիներ, հույս պիտի լիներ։ Տեսնում ենք Եդեմի պարտեզում այդ լավ վիճակը, հետո տեսնում ենք մարդկային անկումը։ Դրանից հետո տեսնում ենք Աբելի եւ Կայենի ահավոր վիճակը։ Գալիս է Նոյը, ասում ենք լավ արդար մարդ է, կարծես փրկություն է բերում, կարծես Նոյը արդար է, բայց հետո տեսնում ենք Նոյին նույն մեղսալից վիճակում։ Հետո Բաբելոնի աշտարակը, հետո տեսնում ենք Իսրայել ազգը, որ կարծես ինքը պիտի
այն ժողովուրդը լիներ, որ մարդկանց ցույց տար Աստծո ճանապարհները, բայց արիուտես Իսրայելն էր որպես ազգ անընդհատ ձախողվում է եւ այս ձախողման անիվը պատմության ընթացքում անընդհատ կրկնվում է եւ որ ժամանակը եկավ Աստված միջամտեց եւ միայն Աստված էր որ կարող էր մարդուն վեր հանել դուրս հանել այդ կապանքներից եւ որ ժամանակի լրումը եկավ Աստված իր որդին ուղարկեց որը ծնվեց կնոջից եւ ուշադրություն դարձրեք այստեղ տղամարդու անունը ընդհանրապես չի հիշատակվում սա ինչ է նշանակում որ Հիսուսի ծնունդը երկնային ծնունդ էր Հովսեփի անունը չկա այստեղ Հիսուսը ծնվեց Մայրամից եւ Սուրբ Հոգուց եւ այստեղ ցույց է տալիս Քրիստոսի երկակի բնույթը Քրիստոսը լիովին Աստված էր եւ լիովին մարդ էր լիարժեք Աստված եւ լիարժեք մարդ ինքը մեր նման մարմին ունեցավ ցավ քաշեց տառապեց լացեց սովեց եւ իր անձը դրեց խաչի վրա որպեսզի մենք կարողանանք փրկություն ունենանք բայց երբ ժամանակի լրումը հասավ Աստծո խոսքն ասում է իր որդին ուղարկեց որ կնոջից ծնվեց եւ օրենքի տակ մտավ օրենքի ներքո եղավ նա նույնացավ մեզ հետ օրենքի տակ մտավ բայց մեզանից տարբերվում էր ինչով էր տարբերվում Քրիստոսը առանց մեղքի էր եւ այստեղ ընդգծում է թե Քրիստոսի անձը Աստված եւ մարդ եւ թե Քրիստոսի գործը Քրիստոսը եկավ որպեսզի մեզ այդ ըստրկությունից այդ տարերային ուժերից որ Աստծո խոսքն ասում է որ դարերի ընթացքում կապել էր մարդուն եւ մարդը չէր կարողանում իր ուժերով ձեռբազատվել Քրիստոսը եկավ որպեսզի մարդուն վերհանի Քրիստոսը եկավ իմ եւ քո համար եկավ օրենքի տակ մտավ բայց ի տարբերություն մեզ ինքը առանց մեղքի էր եւ ինքը օրենքի տակ մտնելով ազատագրեց ամեն մեկից այդ ստրկության լծից եւ որ Գաղատացիներին նամակ է գրում ասելով որ Քրիստոսը եկավ ազատեց ձեզ օրենքի լծից մարդիկ մտածում էին որ իրենք օրենքով կարող են արդարանալ բայց արիուտես այդ օրենքի լծի տակ լինելով իրենք կարիք ունեին փրկչի որ փրկիչը գա եւ վերականգնի եւ Քրիստոսի գալը աշխարհ գալը մեր իրական պատկերն է վերականգնում մեր իրական մարդու պատկերն է վերականգնում որ աղավաղվել էր դարերի ընթացքում եւ Քրիստոսի գալով մենք վերադառնում ենք Աստծուն եւ վերականգնվում է մեր իրական պատկերը եւ Քրիստոսը գալով աշխարհ դարձավ այդ քրիստոնեության մեջ կենտրոնական դեմքը եթե ուրիշ կրոնների մեջ մենք տեսնում ենք որ մարդիկ ասում են այսինչի հետևից գնա եւ ճշմարտությունը կգտնես Քրիստոսն ասում է ես եմ ճշմարտությունը եթե ուրիշ կրոնների մեջ ասում են որ գնաք այս ճանապարհով կարող եք Աստծուն մոտենալ Հիսուսն ասավ ես եմ ճանապարհը ինձանով է ճանապարհը ինձանով է որ կարող եք ճիշտ ճանապարհի մեջ մտնել երկնային արքայություն մտնել եթե ուրիշ ճանապարհներով եթե ուրիշ կրոնների մեջ ասում են որ այս պիտի անես կամ այն պիտի անես որպեսզի կյանքը ժառանգես Քրիստոսն ասավ ես եմ ճշմարիտ կյանքը ինձանով է կյանքը եւ մենք որպես եկեղեցի գնում ենք Քրիստոսի ոտքերի տակ որովհետեւ ինքն է ճանապարհը ինքն է ճշմարտությունը եւ ինքն է կյանքը եւ Քրիստոսի աշխարհ գալը նպատակ ուներ եւ նպատակը 5-րդ համարում ասում է որպեսի օրենքի տակ եղողներին փրկագնի որպեսի որդեգրությունը ընդունենք Աստված ոչ միայն համայն մարդկությանը փրկեց այլ նաեւ դրա մեջ մտնելով գաղատացիները որոնք մտածում են որ օրենքով կարան փրկեն իրենց այդ օրենքի ստրկությունից օրենքի լծից վեր հանեց եւ հետաքրքիր գիտեք ինչն է ոչ միայն այդ ծանրության ստրկության լծից հանեց այլ պատկերացրեք ստրկություն եւ որդի ոչ միայն ազատագրեց այլ ստրկությունից ազատագրեց եւ դարձրեց որդի
մի ծայրահեղությունից տարավ մեկ ուրիշ տեղ, մի կետից տարավ մեկ ուրիշ կետ, ծառայությունից որդեգրության։ Եվ այսօր մենք որպես եկեղեցի կոչվում ենք ոչ թե Աստծո ստրուկներ, այլ Աստծո որդիներ։ Այո, մենք ծառայում ենք Աստծուն, բայց այդ որդեգրության հոգին ունենալով մենք գալիս ենք Աստծո առջև եւ ծառայում ենք։ Սակայն այդ ամենը մեծ գին ունեցավ, մենք գիտենք։ Քրիստոս իր կյանքի գնով մեզ որդեգրություն տվեց։ Եվ այս ընթացքը, որ մենք տեսնում ենք, Քրիստոսի գալու այս ընթացքը, որ եկեղեցին պատրաստվում է, մենք գնահատում ենք, մենք սիրում ենք այս ընթացքը, որովհետև հավիտենական Աստված, ով ժամանակից դուրս էր, ով ստեղծել էր ամեն մի բան, եկավ եւ ժամանակի մեջ մտավ։ Ժամանակի մեջ մտավ, որովհետև մեզ սիրեց, որովհետև սիրեց իր ստեղծագործությունը եւ Աստված մարդացավ, որպեսզի մենք որպես մարդ արարածներ կարողանանք Աստծո մոտ լինենք։ Աստված մարդկային մարմին հագավ, որպեսզի մենք կարողանանք իր մոտ լինենք։ Եվ ինքը մեզ ազատեց այդ օրենքի ճիրաններից եւ որդեգրություն տվեց։ Որդեգրությունը նաեւ իր մեջ ներառում է, որ մենք որդիներ ենք եւ այլևս առանձին չենք կարող ապրել, ինքնուրույն չենք կարող ապրել։ Մենք դառնում ենք իր ընտանիքի անդամները, մենք դառնում ենք իր եկեղեցու անդամները։ Մենք չենք ապրում այլևս եսակենտրոն կյանք, այլ մենք կանչված ենք իր եկեղեցու մեջ որդի լինելու եւ լինելու մեկս մյուսի համար օրհնություն։ Քո կողքինի նստածի համար, նրա համար, ով որ կարիքի մեջ է, դառնում ենք մեկս մեկի համար օրհնություն եւ ծնված ենք, կանչված ենք Քրիստոսի տան մեջ լինելու։ Սիրելիներ, եւ որ ամփոփենք, մենք կարող ենք ասել, որ Քրիստոսը ծնվեց այս աշխարհում ճիշտ ժամանակին, եւ եթե հարցեր ունենք, ինչու Քրիստոս չի վերադառնում, վստահ եղեք, Աստված վերադառնալու է ճիշտ ժամանակին։ Մեր պարտքն է որպես եկեղեցի հավատարմորեն հնազանդության մեջ սպասենք իր վերադարձին։ Այո, երբեմն մեր շուրջը հանգամանքներ են տեղի ունենում, եւ որ մենք չենք կարողանում սպասել, եւ որ կասկածներ են գալիս, բայց հիշեք, Աստծո լռությունը իրեն բացակայությունը չէ։ Աստված միշտ ներկա է, եւ եթե այն 400 տարվա սպասումը ուշացում չէր, մենք էլ հավատքով սպասենք, ուրախությամբ սպասենք եւ հավատանք, որ Աստված մի օր պիտի վերադառնա։ Երբեմն կարող են աշխատանքի մեջ մեր մոտ դռներ փակվել եւ ասենք ուր է Աստված, ինչու այս ամենը մեր հետ տեղի ունեցավ, բայց հետո առավել ճիշտ պահին մի քանի դռներ են բացվում մեր առջև եւ տեսնում ենք, որ Աստված լուրջ է։ Երբեմն ընտանիքի մեջ մենք կարող ենք տարիներով աղոթել մեր ընտանիքի անդամների համար, որ փոփոխություն տեղի ունենա, եւ որ տեղի չունենա, մտածենք, որ միգուցե Աստված լուր է, բայց հետո տեսնում ենք, որ ճիշտ ժամանակին Աստված պատասխանում է եւ մենք տեսնում ենք, որ իրոք Աստծո հրաշքը տեղի ունեցավ։ Մեզանից երևի շատերը հիվանդություն են ունեցել կամ հարազատները հիվանդություն են ունեցել, աղոթել ենք տարիներ միգուցե եւ ոչինչ չի փոխվել, ասել ենք ուր է Աստված, ինչու է լուր մնում, եւ ժամանակի ընթացքում Աստված զարմանալիորեն կամ բուժել է, կամ էլ ներքին այդ խաղաղությունն է եկել, որ մենք նաեւ այդ հիվանդության մեջ միգուցե կանչված ենք Աստծո անունը փառավորելու եւ Աստծո անունը մեծարելու։ Եվ եկեղեցի կյանքի մեջ սիրելիներ, երբեմն ասում ենք ինչու մարդիկ իրար հետ խնդիրներ են ունենում, ուր է Աստված այս եկեղեցու մեջ, բայց հետո տեսնում ենք, որ ինչպես է Աստված գործում եւ ինչպես է եկեղեցին նորից թափ առնում, բարձանում եւ ծառայում։ Այսինքն Աստված ներկա է, սիրելիներ, Աստված լուրջ է, միգուցե մենք չենք լսում իրեն ձայնը, բայց Աստված միշտ ներկա է եւ Աստված ճիշտ ժամանակին բերում է իր պտուղները։ Հիշեք ծառի օրինակը, եւ որ դժվարություններ եք ունենում, եւ որ թվում է թե Աստված լուր է,
Հիշեք ծառի օրինակը, հիմա հանգստի ժամանակն է, գարնանը կծաղկեմ, ամռանը պտուղը կտամ և աշնանը կարող եք հավաքել, ուտել և կշտանալ, Աստված երբեք չի ուշանում, Աստված գործում է ճիշտ ժամանակին և որ ժամանակի լրումը հասավ, Աստված իր որդին ուղարկեց և սա մեզ հույս է տալիս։ Հույս է տալիս հավիտենականության մեջ լինելու, հասկանալու, որ մենք ստրուկներ չենք, մենք Աստծո որդիներ ենք, ծնված իր ընտանիքում։ Եվ վերջում պիտի վերջացնենք Սաղմոս 27:14 համարով, որ ասում է. Տերոջը սպասիր, զորացիր ու սիրտդ թող զորանա, դարձյալ Տերոջը սպասիր։ Եկեք որպես եկեղեցի սպասենք Տերոջը և պիտի տեսնենք Տերոջ օրհնությունը։